Ես տեսնում եմ, որ մարդիկ վատ չեն ապրում, լավ են ապրում, տենց առանձնապես վտանգների մասին խոսվում է, բայց վտանգները շոշափելի չեն, ամեն ինչ լավ է, բայց երբ ձեզ լսում ենք, ամեն ինչ շատ ավելի խտացված եւ բարդ է եւ ամեն ինչ վատ է ըստ ձեզ։ Հիմա ես եմ ապրում թմբիրում եւ ինֆորմացիոն վակուումի մեջ ու չեմ հասկանում, թե այս դեպքում է խտացվում գույները։ Հիշենք 18 19-20 թվական մինչև սեպտեմբեր նույն տպավորությունը ունեցել եք թե ոչ հաստատ ունեցել եք հաստատ մենք այն ժամանակ ասում ենք սա բերելու է խնդիրների այն ժամանակ ես անձամբ ասում եի չի կարելի աշխարհակահաղական զիգզագներով շարժվել որովհետև սա երկրի գլխին փորձանք է բերելու Այն ժամանակ իմ մի շարք հարցազրույցներում ուղղակի այդ միտքը ասում եմ։ Վերջ պատերազմ ստացանք։ Ինչի համար։ Թվում էր թե գալիս եք մարդիկ ապրում են, ուրախ են, գինու փառատոն, դդումի փառատոն, չգիտեմ ինչ փառատոն եւ այլն։ Եղավ։ Դրանից հետո 20 թվականի պատերազմից հետո մեր խոսույթը 21 թվականի ընտրությունների ժամանակ ասում ենք Արցախը վտանգված է չի կարելի այս քայլերը անել։ Մի փչացրու հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Հիմա եւս ձեր տպավորությունը գալիս գնում եք ասում եք ժողովուրդը նորմալ ապրում է։ Հիմա մենք էլի զգուշացնում ենք։ Այդ նորմալ կյանքը, եթե խոսքը անվտանգային հարցերի մասին է, այդ նորմալ կյանքը մեկ օրում կարա փոխել։ Մեկ օրում։